Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Դատարանը քննում է հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղար քաղաքագիտության դոկտոր Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդությունը։ Նրան հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են 3, նույն օրը ավելի ուշ ձերբակալվել է նաև Վաղարշապատում Արթուր Վանեցյանի գլխավորած կուսակցության պատասխանատու Վաղարշապատի ավականու ընտրությունների համամասնական ցուցակի երկրորդ համար Արամ Քոչարյանը։ Մինչև այդ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր ևս 8 հոգու նույն մեղադրանքով, ընտրարշավի ընթացքում առերևույթ կաշառք բաժանելու համար։ Ռուսաստանի նախագահը նոր տարվա կապակցությամբ շնորհավորանքներ է հղել համաշխարհային առաջնորդներին, այդ թվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Կրեմլից հայտնել են, որ Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Դոնալդ Թրամփին, Թայիպ Էրդողանին, Սի Ցզինփինին, Հռոմի Լևոն 14-րդ պապին եւ ուրիշներին։ Նշենք, որ ավանդույթի համաձայն Դաշնության առաջնորդը շնորհավորական հեռագրեր է հղել օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների որոշ նախկին ղեկավարներին, այդ թվում Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Թուրքիայում ձերբակալությունները մեծ թափ են ստանում։ Երկրի 21 նահանգներում այսօր ուժայինները ձերբակալել են իսլամական պետություն խմբավորման անդամակցելու մեջ կասկածվող 357 անձի, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Միայն Ստամբուլում ձերբակալվածների թիվը 110 է։ Ամանորին ահաբեկչությունների վտանգի ֆոնին Ստամբուլի իշխանություններն այսօր հայտարարել են, որ արգելել են բեռնատարների մուտքը քաղաքի 8 շրջան։ Կուժեղացվեն ստուգումները առևտրի կենտրոններում, օդանավակայաններում եւ մարդաշատ այլ վայրերում։ Ոստիկանությունն ամփոփել է նախորդ օրվա օպերատիվ իրավիճակը հանրապետությունում, ըստ ամփոփագրի մեկ օրում բացահայտվել է 75 հանցագործություն, մասնավորապես 8-ական դեպք մարմնական վնասվածք պատճառելու եւ փաստաթուղթ կեղծելու, 5-ական դեպք ֆիզիկական ներգործության, խարդախության եւ այլն։ Ճանապարհատրանսպորտային վիճակագրության համաձայն անցած մեկ օրում գրանցվել է 16 ավտովթար, 23 մարդ ստացել են վնասվածքներ։ Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի քանի փողոցներում կրկին հոսանք չկա։ Նշենք, որ կեսգիշերն անց են վարչական այդ շրջանում ավարտվել 3 օր տևած վթարավերականգնման աշխատանքները, սակայն այսօր մի շարք հասցեներում կրկին հոսանք չկա։ Հիշեցնենք, ՀԵՑ-ը հաղորդագրություն էր տարածել նշելով, որ Վարդաշեն ենթակայանի հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է։ Վերջում եղանակի մասին։ Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի 14-ից 18 աստիճանով, հայտնել է հիդրոթերապևտաբան Գագիկ Սուրենյանը։ Ըստ նրա հրապարակած տեսանյութի հունվարի 3-ից սկսած եղանակը ամբողջությամբ կպարզի, տեղումները կդադարեն, ինչի արդյունքում հունվարի 3-ից 4-ին երեկոյան ժամերին եւ գիշերը Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի։ Այսքան այս ժամի համար լուրերի մեր ամփոփիչ թողարկումը ժամը 19-ին է, բաց չթողնեք, կհանդիպենք։